Պարոն Սիմոնյան, վարչատարածքային բաժանումասին օրենքի հետ կապված կարողացաք ցիտել ընդհանրեն դրական օրենսգրքի դրույթները, որտեղ սահմանվում է արտահերթ եւ հերթական ընտրության օր նշանակելու մասին եւ այն պնդման իմ գործընկեր պարոն Մինասյանի, որ դուք օրենքի խախտման եք բերել այդ նախագիծը, պնդեցիք, որ խոյ համայնքի ղեկավարը ընդհանրեն գրություն է ուղարկել վարչատարածքային բաժանումասին եւ համայնքների միավորման մասին հստակ այցակարգ կա, որտեղ ասում է համայնքներում պետք է իրականացնեք լսումներ, դաշտային քննարկումներ, գրասենյակային լսումներ, նոր որի արդյունքում փորձեք բերել նախագիծը, դրա փոխարեն կարող եք պարշիտակ հնչեցնել, որ դուք վաղարշաբաթ համայնքում չունեք ձեր սրտի թեկնածուն, փորձում եք խոյ համայնքը միավորվել մեծ դժգոհությամբ, այսպես որպեսզի կարողանաք ձեր թեկնածուին ինչպես Շիրակում չստացվեց, նշանակեք եւ փորձեք վարչական լծակները տակը տնելով կարողանաք ձեր ցանկալի արդյունքին հասնել, որը կարծում եմ չի ստացվելու։ Եկեք ստեղ անկեղծ ասեք, օրենսդրությամբ խախտված նախագիծ եք բերել, հրատապություն ինչով է պայմանավորում եւ առոգանությամբ ասում եք ընտրական օրենսգրքի խախտմամբ։ Ինչ խախտմամբ, ինչ օրենսգիրքն եք ցիտում ստե, դուք խախտման բերել եք օրենք հստակ, առանց համայնքային լսումների, հանրային լսումների, եթե կան այդպիսի կարծարագրությունները, խնդրում եմ ներկայացնեք հանձնաժողովին, որպեսզի կարողանանք ծանոթանալ եւ հասկանանք։ Եկեք անկեղծ եղեք եւ ժողովրդին մի փորձեք հեղաթյուրել ձեր բառերի այսպես իրավական հիմնավորումներով։ Պարշիտակ ասեք, որ խախտման նախագիծ ենք բերում, որպեսզի կարողանանք մեր խնդիրը լուծենք քաղաքական։